Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ սիրելիներ, ձեզի հետ են Սերրին և Գրիգորը վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեկ տեղի ունեցավ Արցախի ազգային ժողովի հերթական նիստը, ընդունվեցավ սահմանադրական փոփոխություններու նախագիծ, որուն համաձայն կապահովվի պետական հիմնարկներու շարունակությունը։ Խոսքը դարբեր ոչ սովորական իրավիճակներու մեջ օրենքին սահմանադրության համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա այնպես կձևավորեն, որ որևէ անկանխատեսելի եւ արտակարգ իրավիճակի մեջ պետական հիմնարկները կարենան լուծումներ գտնել եւ հետագային չնկատվի, որ անոնք անօրեն մարմիններ են։ Պետական հիմնարկները բոլոր կողմէ կապահովվին։ Հույս ունիմ, որ նիստը խթան կհանդիսանա, որ թե խորհրդարանը եւ թե նախագահի գրասենյակը ավելի կենսունակ կլան, ըսավ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան։ Պատգամավոր Հակոբյանն նշեց նաեւ, որ երեկվան նիստին մասնակցած են 30 պատգամավորներ եւ փոփոխություններու ծրագիրը ընդունված է միացայնությամբ։ Մեդաքսե Հակոբյան պատասխանելով այն հարցումին, թե արդյոք ան կենթադրե, որ Արցախի խորհրդարանի եւ նախագահի լիազորությունները երկարաձգված են, ըսավ. Փոփոխություններով կրնան շարունակել նախագահին լիազորությունները, սակայն այդ մեկը չի նշանակել, որ փոփոխությունները կատարված են անոր համար։ Փոփոխություններու ծրագիրը ընդունված է բոլոր իրավիճակներու մեջ կարգավորումներ կատարելու համար։ Կարգավորումներեն մեկը կրնա ըլլալ նաև լիազորություններու շարունակությունը, սակայն ոչ ոք կրնա հստակ բան ասել, եզրափակեց պատգամավոր Մեդաքսե Հակոբյան։ Հոհիտա բյուրոյի հայտարարի իդրոնական գրասենյակը կդեղեկացնե, թե անցնող շաբաթ գումարված եվրոպացիները հանուն Արցախի հարթակի նիստին քննարկված է Զվիցերիո ազգային ժողովի կանտոններու խորհրդի Խաղաղության ֆորում Արցախի համար կարելիություն տալ հայերու վերադարձին որոշումը։ Զվիցերիո հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Ճահինյան մանրամասնած է որոշումին գործընթացը, նկատի ունենալով, որ այս որոշումը Զվիցերիո կառավարության կբարդավորեցնե մեկ տարվան ընթացքին գումարել Ադրբեջանի եւ Արցախի հայության ներկայացուցիչներու միջև միջազգային ֆորումը միջազգային անվտանգության երաշխիքներով խթանելու Արցախի հայության վերադարձի իրավունքը։ Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Քեղամը Ստեփանյան իր գարկին ներկայացուցած է Արցախի հայության վերջին օրերու ծրագիրները, Արցախի ժողովրդին հավաքական վերադարձի եւ հիմնական այլ իրավունքներու պաշտպանության նպատակին համար ստեղծված հանձնախումբին աշխատանքները։ Հարթակին անդամները որոշած են առաջիկային իրենց համայնքներուն մեջ ցերնարդնել ծրագրել։ Վերոնշյալ նիստին եվրոպացիները հանուն Արցախի հարթակը որոշած է նաև բողոքի նամակ մհղել Վատիկանի Գրիգորյան համալսարանի դնորենության 10 ապրիլին Վատիկանի մեջ Ադրբեջանի դեսպանատան եւ ադրբեջանական գաղտնի գազագերբություններու նախաձեռնությամբ կազմակերպած քրիստոնեությունը Ադրբեջանի մեջ պատմություն եւ արտի ժամանակներ ցերնարգին համար, ուր չանք թափված է ամբողջովին ճղտելու հայկական քրիստոնեական ներկայությունը Արցախի մեջ։ Որոշված է յուրաքանչյուր համայնք նույն փոխանցությամբ փողոք նամակ մհղե Վատիկան, բահանջելով արդարության եւ իրականության համապատասխան հայտարարություն հրապարակել։ Հայտնենք, որ Վատիկանի Գրիգորյան համալսարանի դնորենության փողոքի նամակ հղած նաեւ Հոհիտա Եվրոպայի հայտարարի գրասենյակի նախագահ Կասպար Ղարաբեդյան դադարելով համալսարանին կողմէ հագագիտական նման սցենարգիմը հյուրընկալումը, ան ներկայացուցած է Ադրբեջանի մեջ պետական քաղաքականության մագարտակի բարձրացված պատմական եւ մշակութային զեղծարարությունը։ Հայտարարի գրասենյակի նախագահը համալսարանի դնորենությունն պահանջած է անմիջապես եւ հրաբարակային կերպով դադարել Ադրբեջանի կառավարության քայլերը պատմությունը վերաչարացելու
հայկական մշակութային եւ վերոնական ժառանգությունը չնչելու եւ պատմական խեղաթյուրումը իբրև ցեղային եւ մշակութային ոչնչացման գործիք օգտագործելու համար։ Անպահանջած է նաեւ խզել բոլոր գաբերը եւ համագործակցությունները ազերբայջանական գարույցներու հետ։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան թրքական NTV պատկերասպյուրի Գայանին հետ ունեցած հարցազրույցի ընթացքին Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման գործընթացի մասին խոսելով ասավ, որ ան թեև թանթաղ, բայց կշարժի դեպի առաջ։ Միրզոյան շեշտեց, որ գործընթացին վերջնական նպատակները հարաբերություններու ամբողջական ղեկավարումը, դիվանագիտական հարաբերություններու հաստատումը եւ սահմանին բացումը այս փուլին դակավին չեն իրագործված։ Միրզոյան զանոնք հստակորեն գաբեց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու ղեկավարման գործընթացին։ Միրզոյան հայտնեց, որ մեր համոզումն է, որ եթե հաղթողություն արձանագրվի հայ-թուրքական հարաբերություններուն գծով եւ սահմանը բացվի, այդ գրնա ծրական աստակ դառնալ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններու ղեկավարման գործընթացին համար։ Պատասխանելով հարցումիմը, որ այսօր ժամանակը հարմար է նախորդ հանգրվաններու հետ փախտած նման քայլի մտիմելու, Միրզոյան ասավ. Վստահությամբ գրնամ ասել, որ իմ թուրք եւ ադրբեջանցի գործընկերներս եւս կհաստատեն, որ երբեք այսքան մոտ չենք եղած իրարմե։ Հավանաբար ժամանակը հարմար չէ եւ երբեք ալ պիտի չլա, սակայն եթե անգերց կնահատենք ուր ենք հիմա, ապա գրնանք ասել, որ երբեք չենք եղած այսքան մոտ խաղաղության եւ գայունության։ NTV պատկերասպյուրի Գայանին հետ հարցազրույցի ընթացքին անդրադարձ կատարվեցավ նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու։ Միրզոյան ներկայացուց պաշտոնական Երևանի մոդեցումը գետրոնանալ հարցին կառուցողական կողմին վրա գարելիություններուն, աբակային վրա եւ ոչ թե շարունակ խորանալ անցյալի մեջ եւ տեսնել միայն խոչընդոտները։ Միրզոյան հաստատեց, որ ավարտելով հակամարտությունը ոչ Մինսկի խումբը, ոչ ալ անոր ենթակա կառույցները այլևս նպատակահարված չեն ունենար։ Միրզոյան դարձյալ բնտեց, որ Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակեր։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին ընթരാճ Հայաստանի պատմության թանգարանի մեջ 25 ապրիլին պիտի կատարվի ինքնադիպ ցուցադրությունը, որում մեջ դեռ պիտի գտնեն ցուցադրված նմուշներ ոչ միայն թանգարանեն, այլև ֆրանսիական Արամ հետազոտության եւ հայկական հիշողության արխիվներու միության բահեսներեն։ Արդարև Քեմփ Օդո Մարսել պատմություն ցեղասպանությունը վերաբրողներեն խորակիրով ցուցադրության առիթով միության դնորեն Ասխիկ Լուսիգյան այցելած է Հայաստան եւ 10 ապրիլին լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին ներկայացուցած է իր հետ բերած վավերագրական արժեքավոր նյութերը, որոնց մեկը Նանսենյան անձնակիրը նվիրած է Հայաստանի պատմության թանգարանին։ Ցուցանմուշները, անձնակիրներ, լուսանկարներ, փաստաթուղթեր, գիրքեր, սկավառակներ եւ այլն առաջին անգամ դուրս կբերվին Ֆրանսիայեն։ Բոլոր նյութերը կվերապերին հայոց ցեղասպանությունեն մազաբուրց Ֆրանսա հասած հայերուն, որոնք սկիզբը բնակեցված են հյուրանոցներու մեջ։ Անոնցմե ոմանք հյուրընկալված են Օդո ջամփարին մեջ, որ բացված է 1922-ին եւ գործած է մինչեւ 1927-ը։ Այդ տարիներուն Հոն Աբաստան կդած է ավելի քան 5000 գաղթական, նշեց Լուսիգյան։ Գաղթականներու վերաբերող դվիաները արձանագրված են, ինչ որ անոնց սերունդներուն կարելիություն կուտա թյուրությամբ դերեկություններ գտնել իրենց նախնիներուն մասին։ Այդ դվիաներու համաձայն գաղթականները եկած են Սվազեն, Սեբաստիայեն։ Օդո ջամփարի դնորենը եղած է հայ եւ դիրաբեդած է ֆրանսերեն լեզվին։ Գոյություն ունեցած է նաեւ դպրոցը, ուր 400 հայ աշակերտներ ուսանած են։ Հետագային բացված են հայրենակցական եւ եկեղեցական միություններ, որոնց մեկուն հիմնադիր եղած է Գրիգորիս Պալակյան, որ բրգվածներեն մեկը եղած է ըսած է Ասխիկ Լուսիգյան։ Փետրվար 2025-ին ներկայացվեցավ ամերիկյան Freedom House կազմակերպության հրապարակած Ազատություն աշխարհի մեջ 2025 խորակիրով զեկույցը, ուր ներառված են 2024-ի տվյալները։ Ազատության համաշխարհային վարկանիշի մեջ Վրաստան 195 երկիրներու շարքին 55 գետով գրաված է 110-րդ թիրքը։
Վրաստան քաղաքական իրավունքներու մեջ ունի 21 կետ, իսկ քաղաքացիական ազատություններու առումով 34։ Հետաքրքրական է, որ 2023-ին Վրաստանի վարգանիշը նվազեցավ։ Վրաստանի թրացի երկիրներեն Հայաստան ազատության ամենեն բարձր մագարտակը ունի 54 կետ, 23-ը քաղաքական իրավունքներու ասպարեզի մեջ, իսկ 31-ը քաղաքացիական ազատության։ Հայաստան վարգանիշային ցուցակի մեջ կգրավե 112-րդ թիրքը։ Թուրքիա ունի 33 կետ եւ վարգանիշային ցուցակի մեջ կգրավե 139-րդ թիրքը։ Ռուսաստան ունի 12 կետ եւ վարգանիշային ցուցակի մեջ կգրավե 174-րդ թիրքը։ Ադրբեջան իր թրացիներեն ամենեն ցած գեդը ունի 7 եւ կգրավե 180-րդ թիրքը։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան Բասթինֆոյին հետ հարցազրույցի ընթացքին ասավ. Հայաստանի իշխանություններու այն հայտարարությունները, թե Հայաստան-Ադրբեջան համայնքների մեջ գետ նկատվող միջազգային դատարաններեն հայցերը հետս կոչելու գետը երկկողմ է, սուտ է։ Ղազարյան հայտնեց, որ Հայաստան բավարարացած է Հռոմի կանոնադրությունը եւ միջազգային քրեական դատարանի մաս կգազմե, սակայն Ադրբեջան զայն վավերացուցած չէ եւ միջազգային քրեական դատարանի մաս չի գազմեր, հետեւաբար ան Հայաստանի թեմ հայցեր ներկայացուցած չէ եւ չի գնար ներկայացնել։ Հայաստանի հայցերը կվերապերին միջազգային քրեական խնդիրներուն եւ եթե Երևան նույնիսկ մեկ անգամ հետս կոչի իր հայցերը, ապա երկրորդ անգամ ովևէ մեկը նույն բովանդակությամբ հայց չի գնար ներկայացնել, ըստ Ղազարյան ավելցնելով, որ ռազմական հանցագործությունները զորս Ադրբեջան գործած է գներվին եւ Ալիև գխոսապի պատիժեն եւ պատասխանատվություն են։ Ղազարյան նաեւ հիշեցուց, որ Անտալիո ֆորումին Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան գրկնած է Նիկոլ Փաշինյանի անմիտ եւ վտանգավոր թեզը, թե Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի արտարածքին 60-70% ադրբեջանական պատկանելիություն ունի, սակայն իրենք չեն պահանջեր, որ Ադրբեջան փոխի իր սահմանադրությունը, իսկ Հայաստան պատրաստ է Ադրբեջանի պահանջով իր սահմանադրությունը փոփոխության ենթարկել։ Բրյուսել գդարված աշխարհակաղակային այցելության ընթացքին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան դեսակցեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրոպական միության արտաքին գործոց եւ անվտանգության քաղաքականության հարցերու ներկայացուցիչ Գայա Գալասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելիայի հետ։ Հանդիպումին ընթացքին կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններուն ներկա ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Կողմերը նաեւ միտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացուց Հայաստանի կառավարության կողմէ իգործ դրվող ջանքերը հարավային Կովկասի մեջ գայուն եւ հարավատև խաղաղության հաստատելու համար։ Վանացյանի եթերով եւ թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը, Սերլին եւ Սանի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ Վանացյանի ունգընտիր։